Վաճառելը վաճառում ենք, գինը ասում ենք, բայց պիտի առնող էլ է ցավը տանը։ Հիմա մենք կարող ասենք 600 դրամ, բայց 350-ով էլ տանք, վերջում։ Որտեղ տենում ես։ Ժողովրդի վիճակը ոնց է։ Չկա, հնարավորություն չունի առնելու։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորվածությունը աշխատանքից է կախված էլի ցավը, գների թանկած, մարդ չգիտի, յա երեխու մար խոսքի շոր առնի, կոշիկ առնի, թե գա միրգ առնի, տան երեխեն ուտի։ Ամենաամոթ բանը Հայաստանում, այսօր այս ծիրանի վիճակն է, եթե ասեմ փաշխանել է, սա որ ծիրանը հայկական սիմվոլ էր կոչվում, հայկական ծիրանը աշխարհում մեկ տարածված էր, բայց այսօր Պարսիկի ու Ադրբեջանի պիտակով է այդ երկրները ծախվի։ Հայկական վրան կարդում են մի բան սրազու հետ են ուղարկում։ Ձեզ հետ նման դեպք եղել է, դուք առնչվել եք այդ խնդրին։ Այսի հենց այդ դեպքն է, որ հասել է Պարսկաստան, բռնվել է Աբրանքը ֆուրով հետ է եկել, հիմա մենք ծախում ենք։ Այս յաշիների 5 հատը դրանից է։ Ինչա պադոնի վրա գրածել է արմ։ Մոռացել են վառել։ Հայկականը չեն ընդունում։ Չէ, պիտի դառնա Պարսկաստան, դառնա պարսկական Աբրանք, մի հատ է պիտակ, մի հատ էլ մտնի չերես Ադրբեջան, դառնա ադրբեջանական պիտակ նորեթան դեր։ Ինչա պադոնի վրա գրածել է արմ, հետ է եկել։ Ինչով է դա պայմանավորված ձեր գնահատմամբ։ Ռուսաստանի դիրքորոշումն է։ Ու շատ ճիշտ դիրքորոշում արել։ Այսինքն մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ չենք կարողանում պահել։ Չեն կարողանում, Ռուսաստանը ռեզերվ է պատժում։ Կամ պոլիտիկա, մենք չենք հասկանում, կամ էլ իրոք տենց է, որ չենք կարողանում։ Եթե մարդ այսօր ամեն ինչ դրե փագել է մեր դեմ։ Ամենակարևոր զարգացումն է տնտեսության։ Եթե տնտեսությունը դիչ զարգանա, գյուղատնտեսությունը չկարանա մթերես դուրս, ինչ, որպես ինչ անես։ Օրինակ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը, հա, ասում է, եթե Եվրոպայից տուրիստը գա այստեղ հայկական ծիրան ուտի, էդ էլ է արտահանում։ Ոնց արտահանում։ Եթե իր հետ 2 կիլո տանի, էլի արտահանում է։ Այդ 20 հոգի լավ 100 հոգի կան, 500 հոգի կան, 800 հոգի կան։ Ամեն մեկը մի կիլո առա։ Ես Ռուսաստան ապրել եմ, Ֆրանսիայել եմ, էլ մի պա։ Դիլիմով են առնում, դա ինչքան պետք է առնեն, որ այդ 100 տոննա ծիրանը մենք վաճառենք։ Դա արտահանում չի։ Դա նվիրատվություն է։ Հիմա եկել ասում եմ 2 ծիրան կշռա, ես մի փող առնեմ։ Դա նվիրատվություն պիտի անեմ, այդ ֆրանսիացուն։ Ամաչում եք գումար վերցնեք։ Բա 2 հատի համար գումար վերցնես։ Ես չեմ պատկերացնում։ Ելքը ինչպես եք դուք տեսնում, ինչ եք առաջարկում։ Ելքը աստված մեր Դուք եք դժողը, ինչ եք առաջարկում։ Մենք մտածում ենք, որ գոյնա հետուս պոլիտիկա, քաղաքականություն, ինչ որ եմ այդ ելք գտնեն, կապերը հաստատեն, հին ձևի ապրեն։ Որ մեր հին դաշնակիցների հետ կարողանանք մեր գործարքը անել։ Ոչ թե տանենք Վրաստան, վրացական ապրանք սարքենք, տանենք Պարսկաստան, պարսկական ապրանք սարքենք, այս մեր հայկական ծիրանը։ Դեռ շուկայում վախենանք Ռուսաստան, վախենանք ասենք, որ հայկական է։ Որ կարող մի անգամից արգրավել։ Առևտուրը լավ էր, երբ ռուսական շուկա էիք արտահանում, գոհ եք եկամտից։ Շատ լավ։ Մեր գյուղից օրը 4 հատ մեծ մեքենայով ծիրան էր դուրս գալում Ռուսաստան։ Իսկ հիմա սա խալաձենիկները մի 500 տոննա ծիրան հետ հիմա լցած մարդիկ սպասում են հուսու հավայտը, որ մի բան պիտի հելնի։ Եթե չէ լավ, ոչ սրա եկամուտի փողն ենք մենք տենալու, մենք էլ ստիպված ենք տալու։ Մարդն ասում է բերեք լցենք խալաձենիկը, տենանք Ժողովուրդ ջան, ինչ կերնի, գումարները կվճարեն։ Գինը ասում է, բայց որ չվճարի դուրս չանեցի, որ դες դիտա։ Ծախսնա շատ տանջանքը ասեմ, էլ տանջանքը սովորել է գյուղացին այդ տանջանքը։ Սախյանքներից փոքրուց մեծացել են։ Պարատանքի գարունը մարտանցին մենք պարատանութ ենք տալը մեզ ծառներին, բայց սուբսիդավորումը բերին հունիսին արեցին։ Էկոնոմիկայի նախարարությունը, պետությունը չի աջակցում։ Բայց կա։ Ես չգիտեմ, եթե չկա էլ, ես գիտեմ, որ չկա։ Որտեղ մենք ոչ մեկին չենք տեսնում գյուղում։